Մայրաքաղաքի փողոցները զովացնող թեղիները ոչ թե նպատակային կանաչապատում են եղել, այլև ժամանակավոր լուծում։ Երևանում իրականացվող ծառերի փոխարինման վերաբերյալ ասուլիստ Արմեն Բեգոյանը պատմական էքսկուրսով սկսեց։ Թեղի տեսակի ծառատեսակները Երևան քաղաքում տնկվել են 40-ական, 50-ական թվականներին։ Այդ ժամանակ Երևանը արագ կանաչապատելու համար Երևան են ներկրվել արժեքավոր ծառատեսակներ, սոսիներ, կաղնիներ եւ այսպես շարունակ։ Բայց քանի որ տնկայունքի բավականին մեծ ծավալ է անհրաժեշտ եղել տնկելու, ուրեմն հավանաբար գումարը չի բավարարել այն ժամանակ եւ Իջևանի մոտերը Դիլիջան Իջևան արանքում ունեցել ենք մի թեղուտ այսպիսի կոչվող վայր, որտեղից առանց գումարի բազմաթիվ թեղիներ են բերվել Երևանում տնկվելու համար։ Ուրեմն տնկվել են ժամանակավոր լուծում տալու համար մի 30-40 տարով։ Երկաթյասյուն, թե ծերացած ծառեր, նույն գործառույթն են կատարում, ասում է Բեգոյանը։ Հաստաբում ծառը ծաղկամանի չափ սաղարթ ունենալ չի կարող։ Երևանի առանց այդ էլ քիչ կանաչ գոտիները նման ծառերով զբաղեցնելն անթույլատրելի է։ Թեղիներն ավելի վատ են, որովհետև եթե երկաթյացությունը ոչ մի հիվանդություն չի տարածում, ապա այս չեղած ծառերը հանդիսանում են վնասատուների, այդ ժողովրդական լեզվով խոսեմ, այդ որդու բլոճների ձմեռման, բարգավաճման տեղեր, որոնք այնուհետև տեղափոխվում են ամբողջ քաղաքի կանաչ զանգվածի վրա։ Ծառերի կենսունակության անկումը սխալ էտի հետևանք լինել չի կարող, այս խոսույթը մանիպուլյացիա է, ասում է Արմեն Բեգոյանը։ Թեղի տեսակի ծառատեսակը զարգացած երկրներում նույնպես որպես այսպես առանձին տնկվող ծառ չի էլ համարվում։ Այն տնկվում են իրար շատ կողքի, ինչպես մեր մոտ բորջուրային թփերն են, խուզելու եւ պատնեշներ ստանալու համար։ Թեղի տեսակի ծառատեսակը շատ էժանագին, կարճ կյանքի տևողություն ունեցող եւ ինչվեր պարզվեց Երևանին չդիմացող բազմաթիվ հիվանդություններ ունեցող ծառատեսակի։ Հետևաբար այս խուզման համար նախատեսված ծառերը, որ սովետական ժամանակահատվածում տնկել են, նրանք շատ հեշտ ենթարկում են խուզումների, ձևավորումների։ Դրա համար հաշվի առնելով, որ նրանք շատ ծեր են, մենք դրանց կատարում ենք բավականին խորը էդ։ Կատաստրոֆիկ վիճակ, Բեգոյանը հունից դուրս եկավ։ Այս վիճակը, այս փդացությունը, այս որդու բլոճը, այս կներեք սաղարթ չեմ կարող ասեմ, այս պոզերը, որ կանգնած են այս ծառերի վրա, մենք ինչու պետք է այս կանաչ հատվածը զբաղացնենք ոչինչ չանով այս ծառով։ Որպես ապացույց զինված են եկել, հատուկ սարքի միջոցով լրագրողների ներկայությամբ փորձարկում են ծառերի կենսունակությունը։ Բարակ, 1 թե 2 միլիմետրանոց շուղանման գործիքը մեծ ուժի ազդեցության տակ, որը բացարձակապես չի վնասում ծառի այս ուրեմն բնին, մտնում է ծառի մեջ, անցնում է, այս կողքի սարքը, որը Wi-Fi-ի միջոցով կապված է իր բանի հետ, ուղեղի հետ, այսպես ասեմ, այստեղից տալու է գծագիր, նա այս գծերը պետք է լինեն այսպես հարթ ու հստակ էսկոմ եղած եւ ուղիղ։ Հանուն արդարության, ստուգված բոլոր ծառերը վնասված են, բայց լրագրողներին առողջ ծառերի հատումն է անհանգստացնում։ Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ մենք Երևան քաղաքում հիմնել ենք 7 ուրբան անտառ։ Հայաստանի նորանկախ պատմության մեջ վերջին 3 տարում հիմնվել է 7 ուրբան, դրանից առաջ ոչինչ չի հիմնվել։ Ի վերջո Բեգոյանին բարկացրեցին, սկսեց իրենց աշխատանքից դժգոհ իր խոսքերով կեղծարարների անունները հրապարակել։ Կեղծարարները, մենք ունենք մի 2 կեղծարար, դրանք ընդամենը 2-3 հոգի են, մեկը ավականու անդամ Տիկին Վարդանյանը, Ամիրյան փողոցից հրապարակել է կադրեր, գտել է մի հատված, մի 20-30 մետրանոց, որտեղ ծառեր չկան, դրեք նայեք իր էջում է, ամբողջ տեսա նյութը այն անկյան տակ է նկարված, որ Ամիրյան փողոցում որևիցե ծառ չի երևում եւ բղավում գոռում գոչում է, որ Ամիրյան փողոցում ամբողջ ծառերը կտրված են։ Հորդորում է լրագրողներին գնալ բոլոր փողոցներն ու նկարել, առողջ ծառեր չեն հատվել։ Ավելին, երևանցիների շրջանում բողոք չկա, շատ դեպքերում նրանք են խնդրում հատել վնասված ծառերը, իսկ ծառերի փոխարինման աշխատանքները շարունակվում են։
Ընդհանուր Երևան քաղաքում 25,000-ից ավելի ծառ է տնկվել, չորացման վտանգ չկա։ 80-ական թվականների վերջին ճշտված տվյալով Երևանի կանաչ տնկարկների չափը կազմել է 908 հեկտար, այժմ մենք ավելացնելով այս 60 հեկտարը Երևան քաղաքում կանաչ տնկարկները հայտարարում ենք, որ հասել է 910 հեկտարի։ Սովետական միության տարիներին գոյություն ունեցող կանաչ ֆոնդը Երևանում ամբողջությամբ վերականգնված է, վստահեցնում է կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն կազմակերպության տնօրենը։ Անցկացվել է նաեւ 120 կիլոմետր ոռոգման համակարգ։ Արևիկ Սարդարյան, Արմալուր։